Ձմեռը մի եղանակ է, երբ սպասում ենք ամռանը եւ միաժամանակ անսահման ուրախանում ձյան առաջին փաթիլներով։ Փիլիսոփայորեն ընդունեք առաջին ձյան պատճառած նեղությունները։ Իսկ Armenia TV եթերում Կիրակնորյա ժամն է։ Բարի երեկո, նախ համառոտ Կիրակնորյա մեր լրահոսը։ Պատմական դաշնակիցների հայաստանյան բանակցությունները, Ռուսաստանի նախագահի պետական այցի մանրամասները, ստորագրված պայմանագրերի հիմնական մեսիջները։ Հայկական ավիացիայի մշուշոտ ապագան, բաց երկնքի քաղաքականության առաջին ծնծաղիկները, նոր ավիաընկերության նոր ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի։ Իրական սեյսմաբանությունն ու երկրաշարժերի կանխատեսելիությունը։ Սենսացիոն բացահայտում ԱԻՆ-ից, հզոր երկրաշարժը հնարավոր է կանխատեսել 10 տարվա հեռվից։ Ապագա երեխայի գիտական մոդելավորումը, գենետիկ դիզայնի վտանգները, հայ մասնագետների պատասխանը բարոյականության տեսանկյունից։ Հայկինը կոտրում է կարծրատիպերը, թույլ սեռի ներկայացուցչի անսովոր մասնագիտությունը, կոշկակարի մուրճի հարված գենդերային խնդիրներին։ Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը հայ-ռուսական ընդլայնված բանակցություններն էին եւ մեր երկրի տնտեսության համար խիստ կարեւոր 1 տասնյակից ավելի պայմանագրերի կնքումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստան կատարած պետական այցը եւ Սարգսյան-Պուտին բանակցությունների արդյունքները բոլոր առումներով խիստ արդյունավետ էին։ Ռազմավարական հարաբերությունների մակարդակը կարելի ասել աննախադեպ բարձրության հասավ։ Առջևում լարված աշխատանք է սպասվում նախանշված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Արկադի Գրիգորյանն է պատմում։ Խորհրդանշական վայրեջք, որը պատասխանում է մի շարք հարցերի ու հերքում որոշ շրջանակների կասկածները։ Վերլուծաբանները պատահական չեն համարում, որ Վլադիմիր Պուտինի պետական այցը սկսվեց Գյումրիից։ Անվտանգությունը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների թիվ 1 բաղադրիչն է։ 102-րդ ռազմակայանում նախագահները ծանոթացան նաև արդիական զինատեսակներին։ Ռազմակայանն ըստ Վլադիմիր Պուտինի ծառայում է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, նպաստում Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական պրակտիկ գործակցությանը որպես ՀԱՊԿ անդամների։ 102-րդ ռազմակայանի գործունեության ժամկետի երկարացմանը զուգահեռ 2010 թվականի պայմանագրով նաև ընդլայնվել էր մանդատը։ Մինչև այդ ռազմակայանը կարող էր պաշտպանել միայն նախկին խորհրդային միության արտաքին սահմանները։ Այդ համատեքստում մեր համար շատ կարևոր է, որ այդ ռազմաբազան լինի շատ արդիական, շատ կարող, անշուշտ գլխավոր գերագույն հրամանատարի այցելությունը միշտ ունի այդպիսի խթանիչ դերակատարում եւ կարծում եմ, որ այն հստակ ազդակեր բոլորին, ով կասկածի տակ է առնում հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության իրական ներուժը եւ ազդեցությունը տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման վրա։ Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության կարևոր բաղադրիչը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ Սարգսյան-Պուտին բանակցություններում թեման քննարկվել է։ Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը, մեկ ամբողջականություն կազմող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Ռուսաստանը ողջունում է ուղիղ շփումների վերականգնումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև։ Մենք ուզում ենք, որ մեր սահմաններին մոտ տարածաշրջանում այլևս արյուն չհոսի։ Մենք, ինչպես Հայաստանի նախագահը ասաց, բոլոր հարցերը պետք է լուծենք բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Կողմ 105 դեմ 2 ձեռնպահ 4 որոշումն ընդունվել է։ Այս շաբաթ խորհրդարանը վավերացրեց ամռանը Ռուսաստանի հետ ստորագրված ռազմատեխնիկական գործակցության պայմանագիրը։ Այսուհետև Հայաստանը ռուսական զենք զինամթերք կարող է գնել ռուսաստանյան ներքին գներով, հենց արտադրողից, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար։ Այսինքն մեր զինված ուժերը համալրվելու են ռուսական ժամանակակից սպառազինությամբ եւ զինտեխնիկայով, ընդ որում ավելի էժան գնով, քան Ռուսաստանից զենք գնող մյուս երկրները։ Պետք է ստեղծել անվտանգության անհրաժեշտ բարձիկ Հայաստանի տնտեսության համար, Երևանում հայտարարեց Վլադիմիր Պուտինը։ Բարձր մակարդակի պայմանավորվածությունները հենց դրան էին նվիրված։ Հայաստանը դեռ մաքսային միության ճանապարհին է, սակայն Ռուսաստանը կարևոր մի քանի քայլ արեց ռազմավարական գործընկերոջ տնտեսության համար։ Ռուսաստանի նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը, համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր համատեղ հայտարարության եւ Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման։ Ներկայումս պատրաստվում է Հայաստանի ազգային օրենսդրության և Մաքսային միության նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցման ճանապարհային քարտեզը։ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Հայաստանը հնարավորինս շուտ անդամակցի միությանը։ Այսօր նախանշված քայլերն արվում են, որ Հայաստանի տնտեսության համար բարենպաստ իրավիճակ լինի անգամ մինչև անդամակցությունը։ Բարենպաստ իրավիճակի կարևորագույն բաղադրիչը մեզ մատակարարվող գազի գինն է։ Երևանում գազի գնագոյացման բանաձև մշակվեց։ Ըստ պայմանագրի 2014-18 թվականներին գազի գինը չի փոխվելու։ Անցած 5 տարում այն փոփոխվել էր 5 անգամ։ Գազի գնագոյացման բանաձևը թույլ է տալիս Հայաստանին գազ վաճառել 1000 խորանարդի դիմաց $189։ Եվրոպային վաճառած գազի գինը մոտենում է $500։ Մենք նաև միակողմանի հանում ենք նավթամթերքի արտահանման 30%-անոց մաքսատուրքը։ Դա բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի տնտեսության համար։ Ոչ միայն բնական գազը, այլև նավթամթերքն ու չմշակված բնական ալմաստները Ռուսաստանից կներմուծվեն առանց 35% մաքսատուրքի։ Փորձագետների գնահատմամբ ռազմավարական գործընկերոջ կարևոր քայլ, որն օդի ու ջրի պես անհրաժեշտ է մեր տնտեսությանը։ Հատկապես նավթի եւ նավթամթերքի արտահանման 35% մաքսատուրքի զրոյացումը մեր երկրի համար ներմուծման այլընտրանքային շուկա է բացում։ Դա կարազդի Հայաստանում նավթամթերքի գնի վրա։ Իհարկե դա նաև շատ փոխշահկապված է նավթամթերքը Հայաստան հասցնելու ճանապարհների, ենթակառուցվածքների հետ, որի հետ կապված մենք գիտեք ունենք բավականին լուրջ խնդիրներ։ Կոնկրետ օրինակ արդեն կա հայաստանյան Oil Technon ու Rosneft-ը համատեղ ձեռնարկություն ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին։ Rosneft-ի նախագահը լավատեսորեն է տրամադրված, ծրագրերը շուտ են կյանքի կոչվելու։ Այսօրվա համաձայնագրի հիմքում երկարատև համագործակցությունն է, որի արդյունքում արդեն ստեղծվել է Туапսեի նավթավերամշակման գործարանը, այն ամենամոտն է Հայաստանին, ունենք նավթամթերքի մատակարարման ռեսուրսային բազա, մենք կարող ենք ապահովել նավթամթերքի ողջ ծավալը, որը կարող է սպառել Հայաստանը։ Հայաստան նավթամթերքը հասցնելու ուղիներին անդրադարձան նաև նախագահները։ Պարզվեց, որ Մոսկվան շահագրգիռ է Հայաստանի հետ որոնելու երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղիները, նաև հետխորհրդային տարածքում։ Հաշվի առնելով, որ Իրանի միջոցով հնարավոր է կարգավորել հաղորդակցությունը, մենք ունենք երկաթուղային տրանսպորտի կարգավորման որոշակի ծրագրեր։ Դրանք հեշտ չեն, բայց իրականանալի են։ Կարծես նոր հեռանկարներ են բացվում հայկական արդյունաբերության երբեմնի հսկայի համար։ Դեռ Ռուսաստանի նախագահի այցից առաջ խոսակցություններ կային, որ ռուսական ընկերություններից մեկը ուզում է վերագործարկել Նաիրիտը։ Դեկտեմբերի 2-ից հետո ուրվագծերն ավելի որոշակի դարձան։ Ռուսաստանում այժմ կա շատ շահագրգռված եւ պատրաստական գործընկեր այդ ձեռնարկությունը վերագործարկելու եւ վերագործարկելու ոչ միայն հումք արտադրելու համար, այլ վերջնական ապրանք արտադրելու համար, խոսքը գնում է Հայաստանում դողերի, ավտոդողերի արտադրության հնարավորությունների մասին։ Վլադիմիր Պուտինը մեր երկրում էր ամենաբարձր մակարդակի պետական այցով։ Երևանում ռազմավարական հարաբերություններն էլ ավելի սերտացնող եւս մեկ քայլ կատարվեց։ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվեցին ստեղծել միջպետական նախագահական խորհուրդ, որը շատ հարիր է մեր երկու պետությունների միջև հարաբերությունների ներկա մակարդակին եւ քաղաքական երկխոսության եւ ռազմատեխնիկական համագործակցության եւ տնտեսական ծրագրերի։ Ռուսաստանի նախագահի այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը, շաբաթավերջին հայտարարեց նախագահ Սարգսյանը։ Կնքված պայմանագրերն ըստ պետության ղեկավարի շատ մեծ հնարավորություններ են ստեղծում տնտեսության եւ անվտանգության ոլորտում, շատ ավելի սերտ համագործակցության համար։ Նախագահը հատկապես էներգետիկան, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը առանձնացրեց, ընդգծելով, որ միայն այս տարի արտահանումը Ռուսաստան ավելացրել ենք 25%-ով։ Բայց մի բան հստակ պետք է հասկանալ, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատել։ Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դառնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, մենք պետք է կարողանանք արդյունքներ ստանալ։ Եթե մենք չկարողացանք, մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու։ Սա մենք հստակ պետք է գիտակցենք։ Երևանում ստորագրված համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն մոտ 20 օրից։ Ամենայն հավանականությամբ այդ օրերին Մոսկվայում նախագահներին կներկայացնեն Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը։ Բաղրամյան 26-ում վստահեցնում են, արվելու է հնարավոր է, որ երևանյան բանակցությունների դրական ազդեցությունը Հայաստանի քաղաքացիները զգան արդեն հունվարի 1-ից։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։
Ըստ Համաշխարհային բանկի նախորդ շաբաթվա զեկույցի Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելում ամենանպաստավոր դիրքում է օդային կապի ոլորտը։ Ըստ այդմ, մենաշնորհների վերացման ուղղությամբ քայլերն ու անցումը բաց երկնքի քաղաքականությանը միանշանակ խրախուսելի են դիտվել։ Իհարկե, հայկական ավիափոխադրող ունենալը ռազմավարական հարց է։ Միաժամանակ կառավարությունը վստահ է, որ ջերմոցային էֆեկտը միայն կվնասի ոլորտին։ Ինչևէ, հայկական նոր ավիաընկերություններից մեկը, որ նոր ինքնաթիռ է գնել, մտադիր է հանրապետության ներսում թռիչքներ կազմակերպել, բայց թե ուր է վայրեջք կատարելու ինքնաթիռը ևս մեկ հանելուկ է։ Երկնային հույսերի երկրային հիմքերը Աննա Բալյանի տեսանյութում։ Կար ժամանակ, որ գորիսեցիներն այստեղ էին գալիս ճամպրուկը կապած ու կոստյում հագած, Շինուհայրի գյուղամուտին նրանց էր սպասում կուկուռուզնիկը։ Ընդհանրապես կես ժամ հասնում եք Երևան, մեր գործը վերջացնում եք հետան։ Շաբթական երես է եղել Երևան Գորիս։ Գորիսի երբեմնի օդանավակայանից մնացել է ցուցանակն ու կիսաքանդ շենքը։ Տարածքում այժմ ռազմաբազա է։ Իրենց հողից երկնքով քաղաք հասնելու հույսը գորիսեցիներին ոգևորում է։ Մեկ մեծ վնասներ եք կրում, երբ հայրապորտը չկա։ Մենք ուրախ կինենք, եթե նորից հայրապորտ աշխատի։ Այս ինքնաթիռը հայտ ներկայացրեց, երազը կարող է դարձնել իրականություն։ 19 տեղանոց Jetstream-ը Skynet հայկական ընկերության այցեքարտը դարձավ օդային փոխադրումների շուկա։ Այն կարճ է թռչում մինչև 1200 կիլոմետր, այսինքն ուղևորներ կարող է տեղափոխել միայն հանրապետության ներսում։ Ու անմիջապես էլ ծայր առան հարցականները, որտեղ է վայրեջք կատարելու նոր ինքնաթիռը, եթե մարզային 14 օդանավակայաններից ոչ մեկը չի գործում։ Ստացվում է, սայլը կապել են ձիերից առաջ։ Պետք է ներդնումն էլ կատարվել օդանավակայանի վերականգնման հետ կապված։ Ով է վճարելու այս ամենի համար քաղավիացիան ելք է առաջարկում։ Մի մասը համայնքը, մի մասը ներդրողը, մի մասը պետությունը։ Երբ դա կլինի, ոչ մեկը չգիտի։ Skynet ընկերությունը կարծեք թե առայժմ սահմանափակվելու է երկնքում հարսանյական տուրեր կազմակերպելով։ Երկնային մեկ հարսանիքի փորձ Skynet-ն ունի։ Էժան հաճույք չէ, 1 ժամը $1680։ Մարզային փոխադրումների դեպքում գումարը կբաժանվի 19 ուղևորների միջև։ Բացի այս, կարելի է թռչել նաև Բաթում ու Թբիլիսի։ Եթե դա կազմի մոտ 60,000 դրամ, կարծում եմ, որ շատերը կնախընտրեն այլ ճանապարհով, ասենք թե ավտոմոբիլային տրանսպորտով։ Կուկուռուզնիկի ու Յակ 40-ի ժամանակներն անցել են։ Այն տարիներին ավիավառելիքի 1 տոննան արժեր 43 ռուբլի, այժմ $1300։ Բայց միայն սա չէ թանկացնում տոմսը։ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը ուսումնասիրել է, Երևանից թռիչքներ իրականացնող ընկերությունների թիվը սահմանափակ է, շուկայի 70%-ը սպասարկում է 1 կամ 2 ավիաընկերություն։ Նույնիսկ ամենաէժան ուղևորները նույն ուղղությունների համար Երևանում ավելի թանկ են, քան տարածաշրջանի մյուս պետություններում։ Բարձր ինքնարժեքի եւ սահմանափակ ճկունության պատճառով էլ թանկանում են ուղևորների եւ բեռների փոխադրման գները։ Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, եթե համակենտրոնացումը կիսով չափել կրճատվի, ավիատոմսերը կեժանանան 25%-ով։ Վիճակը շտկելու համար մեր երկրի կառավարությունն անցել է բաց երկնքի քաղաքականության։ Չեն գործելու սահմանափակումներ ուղղությունների վրա, չեն գործելու սահմանափակումներ ինքնաթիռի տիպերի վրա, չեն գործելու սահմանափակումներ ինքնաթիռների թռիչքի հաճախականությունների վրա։ Արման Խաչատրյանի ձեռքի տակ միջազգային օդային փոխադրումների պատկերն է։ Հյուսիսային Ամերիկայում ավիաընկերությունները բացառապես մասնավոր են, Միջին Արևելքում պետական։ Հայաստանում պետական չկա, մասնավորն էլ նոր ոտքի է կանգնում։ Նոր բաց երկնքի քաղաքականության համաձայն ջերմոցային պայմաններ չեն լինելու։ Պետության կողմից աջակցություն, ֆինանսական աջակցություն կամ իրավական աջակցություն տարբեր տեսակի մոնոպոլիաների եւ սուբսիդիաների ստեղծման ձևով չի լինելու, այսինքն դա չի լինելու ամբողջապես բաց, մրցունակ եւ թափանցիկ։ Մաքքենզի ընկերության խորհրդով ու կառավարության որոշմամբ տարանջատելու են նաև ոլորտում քաղաքականություն մշակողի ու իրականացնողի լիազորությունները։ Այժմ բոլոր գործառույթները քաղավիացիայինն են, այն բանակցում է օդային սպասարկման պայմանագրերի կնքման հարցերով, որոշում թե որ ընկերությունն է իրականացնելու չվերթները եւ սահմանում շուկա մտնելու կանոնները։ Պետություն, որը իրականացնում է կարգավորման գործառույթ, մենք ունենք ծառայություն մատուցողները լինելու են ավիաընկերությունները եւ մենք ունենք ուղևորներ, որոնք օգտվելու են այդ ծառայություններից։ Այսինքն պետության դերը լինելու է այդ եռանկյունու սահուն աշխատանք ապահովել։
Քաղաքականությունը մշակողը հավանաբար կլինի էկոնոմիկայի նախարարությունը, իրականացնողը քաղավիացիայի վարչությունը, օրենսդիրը կվերահսկի պայմանավորվածությունները։ Մարզային նախկին 14 օդանավակայաններից գոնե 3-ը վերականգնելը պատասխանատուներին խելամիտ է թվում, ներդրող գտնելու դեպքում իհարկե։ Մարզերի բնակիչները միանշանակ կողմ են, որ թռիչքները վերականգնվեն, անգամ թանկ տոմսերի դեպքում։ Որ հիվանդ լինում Սամալյոտը շուտացնում ես Երևան, բայց մեքենայով քանի ժամ պիտի ճանապարհ քինես։ Ժողովուրդը կապի մեջ կլինեն, շարժման մեջ կլինեն, եւ ես գիտեմ թե կյանքը առաջ կգնա։ Այն տարիներին ավտոմեքենայով 1 ռուբլով կարելի էր Գորիս կամ Կապան հասնել, բայց մարդիկ վճարում էին 6 ռուբլի ու 40 տեղանոց ինքնաթիռը թռչում էր լիքը։ Այսօր 10,000 դրամանոց ավտոմոբիլային ճանապարհը 60,000-անոց օդայինով փոխարինելը նույն հարաբերակցությամբ է, հետևապես մարդիկ պատրաստ կլինեն վճարել։ Եթե հաշվի առնենք զբոսաշրջիկների հոսքի ու մայրաքաղաքի հետ հրատապ կապի պահանջարկի մեծացումը, օդային ներքին փոխադրումների վերականգնումը հաստատ շահավետ կլինի։ Աննա Բալյան, Իրինա Յոլյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։ Արդյոք միմյանցից շատ հեռու են իրական սեյսմաբանությունն ու երկրաշարժերի կանխատեսելիությունը։ Այս հարցի պատասխանն ու ընդհանրապես ամենամահաբեր բնական աղետի կանխատեսման հնարավորությունը երկրագնդի լավագույն ուղեղների ուշադրության կենտրոնում է։ Դեկտեմբերի 7-ը ողջ աշխարհի համար հերթական սթափության կոչի մարմնացումն է։ Արդյոքների, ինչուների, եթեների շրջապտույտում միլիոնավոր մարդկանց վախերն ու անհանգստություններն են։ Չեմ ցանկանում կիրակնորյա եթերը ծանրաբեռնել տագնապի զգացողությամբ, մանավանդ որ մասնագետների պնդմամբ գոնե հզոր երկրաշարժը հնարավոր է կանխատեսել։ Սպարտակ Գրիշյանը կփորձի ցրել տագնապները։ 7 դեկտեմբերի 1988 թվական 11:41 րոպե։ Զոհերի թիվը 25,000։ Փլատակների տակ ողջ մնացած 45,000, հոսպիտալացված 12,000 մարդ, աղետի գոտուց տարհանվում է 120,000 հոգի, կանայք, ծերեր և երեխաներ, 514,000 անօթևան։ Այս թվերը կարող էին մի քանի անգամ պակաս լինել, եթե քաղաքը կառուցվեր ճիշտ, չթերագնահատվեր սեյսմիկ վտանգը։ Սովետական միության առաջի քարտեզներից սպիտակը գտնում էր 7 բալանոց գոտում, բայց իրականում 9-10 բալանոց գոտի է։ Բայց նախագծված է եղել 7 բալանոց գոտու համար։ Սեյսմիկ վտանգը միտումնավոր չի թերագնահատվել։ Պարզապես այդ տարիներին սեյսմիկ կայանների տվյալները չէին համակարգվում։ Ամեն մեկը գիտական իր հետազոտության տերն էր։ Այսօր կա սեյսմիկ վտանգի գնահատման կենտրոն, իսկ տնօրենի պաշտոնակատարի էկրանին Հայաստանն է, ցնցումավտանգ ճիշտ գոտիներով։ Առավել վտանգավոր գոտին, որ գնահատված է, դա կապված է Փամբակ Սևանի խզվածքային գոտու հետ և Գառնու խզվածքային գոտու հետ։ Երևանը չի մտնում, բայց Երևանը մոտիկ է այդ գոտուն։ Գաղտնիք չէ, որ մեր երկիրը սեյսմավտանգ գոտում է, պարզվում է 8-ից 10 բալ։ Քարտեզը գծելու համար հաշվի են առնվել տասնյակ ցուցանիշներ, անգամ պատմական երկրաշարժերն ու փոքր ցնցումները։ Հենց այս սենյակում են մշակվում Հայաստանի 149 սեյսմիկ կայաններից հավաքագրվող տվյալները։ Լեռնային այս վտանգավոր ճանապարհը տանում է դեպի Կապուտանի ավտոնոմ սեյսմիկ կայան։ Արևային մարտկոցները ապահովում են համակարգի անխափան աշխատանքը։ Տեղը դժվար է ընտրվել։ Բունկերում ու շրջակայքում կատարյալ լռությունը պարտադիր պայման է։ Ներսում տեղադրված սեյսմոմետրը գնահատում է անգամ մոտակայքում առածով անասունների ոտնաձայները։ Օրինակ այս պահին իմ խոսակցությունը հատուկ ռադիոալիքային հաճախականությամբ փոխանցվում է մինչև Երևան։ Շատ դժվար է Հայաստանում գտնել տեղ, որ եւ ապահով լինի, եւ կապ կարանք ապահովենք, եւ սեյսմիկ աղմուկը քիչ լինի։ 25 տարի առաջ նման կայանների մասին կարելի էր միայն երազել։ Երազանքն իրականացել է, բայց պայքարը, որ չկրկնվի սպիտակի մղձավանջը, շարունակվում է։ Եթե նախապատրաստվի սպիտակի ուժի երկրաշարժ, ես կարծում եմ, որ մեր դիտացանցը կգրանցի այն անոմալ շեղումները, որոնք որ եղել են սպիտակի երկրաշարժից առաջ։ Վաղը երկրաշարժ է լինելու, նման լուրը երբեք չի կարող ճիշտ լինել։ Թեև մասնագետները կարող են կանխատեսել երկրակեղևի ցնցումները, բայց ոչ մեկը դրա մասին չի հայտարարի։ Սխալվելու հավանականություն միշտ կա, իսկ այդ դեպքում խուճապի վնասները կարող են աղետալի լինել։ Մենք գիտենք մեր տարածքի հնարավոր երկրաշարժերի ուժը եւ տեղը։
Կա երկրաշարժի կանխատեսման 3 եղանակ՝ օպերատիվ 3 օր, կարճաժամկետ 3 ամիս եւ երկարաժամկետ 10 տարի եւ ավելի։ Ժամանակակից գիտությունը դեռ թույլ չի տալիս կատարել օպերատիվ եւ երկարաժամկետ կանխատեսումներ։ Անգամ սեյսմիկ վտանգի քարտեզները ստեղծվում են 10 տարվա եւ ավելի ժամանակահատվածի համար։ Պատճառը մեկն է։ Մարդը իզորու չէ հասկանալու բնության կամայականությունները։ Սպարտակ Գրիշյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։ Հայերիս համար ապագա երեխայի ծնունդը, սեռը, մարդկային հատկանիշները եւ նույնիսկ ապագա մասնագիտությունը կարելի ասել ավանդական ծիսական բնույթ ունեն։ Չեմ ուզում մեջ բերել տղայից տղա, լավ տղայից աղջիկ, մխիթարական ու պտուղը ծառից հեռու չի ընկնում թևավոր խոսքերի շարքը։ Այդուհանդերձ այսօր շատ ավելի հաճախ խոսվում է ապագա երեխայի գիտական մոդելավորման, գենետիկ դիզայնի ու նմանատիպ երևույթների մասին։ Երբ սկսեցի ուսումնասիրել թեման, ակամայից փշաքաղվեցի։ Արդյոք չենք խառնվում արարչի գործերին ու արդարացում է արդյոք այդ ամենը բարոյականության տեսանկյունից։ Գենետիկ դիզայնի մարտահրավերների մասին է Սոլինե Միքայելյանի ռեպորտաժը։ Բացառիկ այս կադրերն արվել են 1978 թվականի հուլիսի 25-ին։ Այդ օրը Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ եկավ փորձանոթում ստեղծված աշխարհում առաջին երեխան։ Լուիզա Բրաունն առողջ ծնվեց։ Այն ինչի համար բժիշկ Ռոբերտ Էդվարդսը տարիներ անց Նոբելյան մրցանակ ստացավ, 28 տարի ուսումնասիրել էր լաբորատոր պայմաններում։ Արհեստական բեղմնավորման պրակտիկան արդեն 35 տարեկան է։ Այսօր Էդվարդսի մեթոդով ծնված երեխաների թիվն աշխարհում մի քանի միլիոնի է հասնում։ Աննան, Նանան ու Գեորգին հայ բժիշկների ձեռքով փորձանոթում բեղմնավորված առաջին երեխաներն են։ Տղային կոչել են ի պատիվ Գեորգի Օկոևի։ Բժիշկն ասում է դեռ 90-ականներին, երբ պատերազմ էր, ճգնաժամ, բացահայտում էին արտաբարբնային բեղմնավորման գաղտնիքները։ Ֆրանսիա էին մեկնում, տեղի մասնագետներին հրավիրում, ուսումնասիրում նրանց փորձն ու մեթոդները։ Երկար ճանապարհ էր, մենք գնացինք այդ ճանապարհը թիմով։ Հայաստանում փորձանոթից առաջին երեխաները 10 տարի առաջ են ծնվել, իսկ այսօր արտաբարբնային բեղմնավորման լաբորատորիայի նախասրահի պատին գիտության առաջընթացի ու բժիշկների շնորհիվ Հայաստանում լույս աշխարհ եկած հարյուրավոր երեխաների լուսանկարներն են։ Հրաշքներն այս սենյակում են կատարվում։ Նախապես վերցված մայրական ձվաբջիջները մարմնից դուրս բնական կամ արհեստական միջամտությամբ բեղմնավորվում են հայրական սերմնաբջջով եւ մինչեւ սաղմնավորումը պահվում ինկուբատորում։ Այստեղ սաղմերը պահված։ Արդյունավետության համար մի քանի ձվաբջիջ է բեղմնավորվում, հետո բժիշկներն ընտրում են լավագույններն ու ամուսինների նախընտրած քանակով տեղադրում մորարգանդում։ Լավագույնի ընտրությունը մի քանի չափանիշից է բխում։ Բջիջների քանակից, բջիջների ձևից, նրանց պարունակությունից եւ այլն։ Դրանք տեսանելի են մանրադիտակի օգնությամբ, գենետիկ անալիզ հազվադեպ է արվում, թանկ հետազոտություն է, բացի այդ հատուկ ցուցում է պետք։ Թաղանթը սաղմի հատվում է հատուկ ասեղներով կամ ներկամ ավելի զարգացած լազերի միջոցով եւ այդ հատվածից մեկ բլաստոմերը հանվում է։ Բլաստոմերի կամ էմբրիոնի բջջի ուսումնասիրությունը հիմնականում քրոմոսոմների հետազոտություն է։ 23 զույգ քրոմոսոմները կարող են շատ բան ասել դեռ չծնված մարդու մասին։ Օրինակ, ինչ սեռ կամ ինչ հիվանդություն է ժառանգել։ Օրինակ, եթե 21-րդ զույգը զույգ չի, այլ եռյակա, դա ունի համախտանիշ է։ Այդ է ցույց տալի որոշը։ Դե պարզ է, որ վերջի զույգն էլ դա սեռն է ապահովում։ Հայաստանում էմբրիոնի գենետիկ անալիզ արվում է միայն ժառանգական հիվանդության կասկածի դեպքում։ Սեռը նախապես որոշել օրենքը թույլ չի տալիս։ Այս սենյակում հեղուկ ազոտով լի 2 տարա կա։ Մեկում սառեցված սերմնահեղուկ է, մյուսում ձվաբջիջներ ու բեղմնավորված, բայց չօգտագործված էմբրիոններ։ Սերմնահեղուկը ավելի երկար կարելի է պահել, մոտ 10 տարի, 15 տարի, 20 տարի երևի կարելի է պահել։ Իսկ ձվաբջիջը եւ սաղմը համատաբար ավելի քիչ։ Քրիստոնեական եկեղեցիներն արհեստական բեղմնավորման հարցում ընդհանուր դիրքորոշում չունեն։ Մեծ մասն ընդունում է որդեծնությունը համարելով Աստծո կողմից սահմանված ընտանիքի գլխավոր նպատակ։ Սակայն բաց է մնում մեթոդի բարոյական կողմը։ Մարդը շատ անգամ իր ձեռքն է վերցնում տիրոջ գործերը։ Արդյոք որևէ մեկը իրավունք ունի որոշելու բեղմնավորված ձվաբջիջի ապագա կյանք, այսինքն պոտենցիալ մարդու լինել կամ չլինելու հարցը։ Բժշկագիտությունը մեծ քայլերով է զարգանում։ Եթե տարիներ առաջ արհեստական պայմաններում մարդու ստեղծումն էր ֆանտաստիկ մի բան, ապա այսօր ցանկալի արտաքինով ու բնավորությամբ մարդ արարելու գաղափարն է անհավանական թվում։ Մինչդեռ էմբրիոնի գենոմի ուսումնասիրությունը նորություն չէ ու կարող է թույլ տալ նաև ընտրել ապագա երեխայի արտաքին տվյալներն ու գենետիկ հակումները, բայց առայժմ միայն տեսականորեն։
Մարդու օրգանիզմի հատկանիշների մեծ մասը մեկ գենով չեն պայմանավորված։ Դրանք բազմագենային պայմանավորվածություն են ու փորձել այդ բազմագենային պայմանավորվածությամբ հատկանիշի փոփոխություն անել կամ կանխատեսել շատ դժվար է։ Երբ որ հանրահայտ Էյնշտեյնին առաջարկում են իր սերմնաբջիջներով բեղնավորել հոլիվուդյան մի գեղեցկուհու, հարցնում են ինչի համար, ասում են, որպեսզի ստանանք սերունդ, որ ունենա ձեր խելքը, իրեն գեղեցկությունը։ Էյնշտեյնը ասում է, իսկ որ լինի հակառակը։ Գենետիկ դիզայնը թեև տեսականորեն հնարավոր, բայց բարեբախտաբար աշխարհում առայժմ արգելված մեթոդ է։ Դա թանկ ու անիմաստ ծախս է, երեխայի առողջության հետ որևէ առնչություն չունի, ու քանի դեռ պատվերով երեխան պահանջված չէ, գիտությունն այդ ուղղությամբ չի աշխատում։ Միգուցե կգա ժամանակ, որ լինի հնարավոր, բայց ես վստահ եմ նաև, որ մարդկությունը սահման կդնի այդ հետազոտության մեջ։ Եթե գիտությունը պետք է զարգանա, ապա պետք է զարգանա հոգուտ մարդու, պետք է զարգանա մարդկային խնդիրները, հիվանդությունները, դժբախտությունները, տարբեր խնդիրներ լուծելու համար։ Գիտությունը երբեք մարդու քմահաճույքի համար չպիտի զարգանա։ Աշխարհում ամեն բան ներդաշնակ է, երբ մարդը չի փորձում արարչի գործն անել, ասում է Տեր Մարկոսը։ Նույնիսկ երբ որոշվում է ապագա երեխայի սեռը, խաթարվում է վերարտադրողականության բնական ընթացքը, դիսբալանս ու քաոս է ստեղծվում։ Ցոլնե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։ Թողարկման վերջին տեսանյութը կպատմի, թե ինչպես է հայկինը կոտրում կարծրատիպերը։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչը անսովոր մասնագիտություն է ընտրել։ Սովորական կոշկակարի մուրճով նա անդադար հարվածներ է հասնում հորինված ու իրական գենդերային խնդիրներին։ Ամուսնու մահից հետո Տիկին Գայանեն դարձել է անփոխարինելի մասնագետ ու հպարտ է իր նոր մասնագիտությամբ։ Կին կոշկակարի համեստ ու կոկիկ տաղավար է այցելել Արտակ Վարդանյանը։ Նրան շատերը գիտեն, վարպետ Գայանեն է, խնամքով տաշում է վնասված ձմեռային կոշիկներն ու պատմում ինչպես կյանքի քամիները բերեցին ու նստեցրեցին կոշկակարի աթոռին։ Ով որ գիտի չէ, ով որ նոր է մտնում, զարմանում է, որ տեսնում է։ Տիկին Գայանեի ամուսինը հայտնի կոշկակար է եղել, ասում են նրա պատրաստած կոշիկները երկար կյանք են ունեցել։ 36 տարվա ամուսնացած եմ, ամուսինս արդեն 6 տարի չկա։ Այդ 30 տարին աչքս ինչ տեսել է, իրան օգնել եմ, օգնելով սովորել եմ։ Կոկիկ հավաքված խանութում համեստ ձայնով կանացի շարժու ձևով սպասարկում է տարածքում գրեթե բոլորին, հաճախորդի պակաս չունի։ Սիրով սպասարկում է ինքը, շատ լավ, ես իր ամուսինն եմ լավ հիշում եմ։ 53-ամյա Գայանեն 16 տարի կոշկակարի աթոռին է, գիտակցում է, որ կանացի մասնագիտություն չէ, բայց այլընտրանք չունի, աշխատանքով տուն է պահում։ Ինձ թվում է կանայք ավելի ուժեղ են։ Ամեն առումով։ Տիկին Գայանեի թոռնիկը դպրոցից հետո շտապում է տատիկի մոտ, հպարտ է նրանով, վստահ է տատիկ ունի, աշխարհը չունի։ Տատիկս լիքը կոշիկներ սարքեց ու փող աշխատեց։ Տիկին Գայանեի հաճախորդներն անսպառ են, հանգստանալու ժամանակ չունի։ Շատ հաճելի է իր հետ, աշխատանքը լավ է կատարում, ինչ ասեմ, կոհենք։ Սրա համար հուշ իրոք անհարմար է, թեկուզ էսե չլներ, սենց բաներից փող չենք վերցնում։ Գայանեն գոհ է իր աշխատանքից, մասնագիտությունները սեր չեն ունենում, կարծում է վարպետը։ Սովորաբար կոշկակարի ձեռքերը շատ ավելի կոպիտ այլում, բայց դեր շատ նուրբ պահպանվել է, ինչ գաղտնիք ունեք դրանում։ Չէ, ասի որ պահպանվել է, հրիվ ճաքել է ձեռքերս ոնց է պահպանվել։ Աղջիկս, մարի հացքի, հացել եմ տալի կոնի։ Ընդմիջման ժամն է, վարպետը փակում է կրպակի դուռը, տատու թոռ գնում են տուն։ Դպրոցն են, սպասում է, որ ես տուն գամ, նոր դասերը պարապի։ Կոշկակարի կրպակից դուրս, երբ արդեն տանն է, մեկ վայրկյանում դառնում է տանտիրուհի եւ անցնում տնային գործերի։ Ես ասում եմ, գոնե այնց տուն ալնեմ, որ զգամ ես կին եմ, զբաղվեմ խոհանոցի գործերով, ճաշ պատրաստեմ, խմորեղեն պատրաստեմ։ Այս տանը վարձով է բնակվում, հույս ունի մի օր կոշկակարի կրպակը վերածի մեծ խանութի եւ սեփական բրենդներն արտադրի։ 45 տարի առաջ այսօրը Ռիչարդ Դոդը ամերիկյան Ցինցինատի քաղաքի գրադարանին վերադարձրեց այն գիրքը, որ վերցրել էր նրա նախանախապապը 1823 թվականին, որպես տուգանք վճարելով $2264։ Ասել կուզի, երբեք ուշ չէ վերադարձնել պարտքը։ Կիրակնորյա լրատվության համար այսքանը, ամենայն բարիք ձեզ։